Վեհարանը վեհափառից ազատելու վարչապետ Փաշինյանի ձեռնարկած օպերացիան ակտիվ փուլ է մտել։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահը ազատության տաղավարում հայտարարեց, որ բազմաթիվ դիմումներ կան։ Շատ բազմաթիվ մարդիկ են դիմել այնտեղ ընդգրկվելու համար ու գիտեմ, որ այս պահին վարչապետը, եթե չեմ սխալվում, գուցե սխալվեմ, բայց հանդիպումներ է ունենում նրանց հետ։ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ ազդարարել էր համակարգող խորհուրդ է ձևավորում կաթողիկոսին փոխելու համար։ Առաջին 10 հոգուն անձամբ կընտրի մեջբերում հոգու աչքով։ Վարչապետն ինքը չափորոշիչներ է սահմանել, թե ովքեր կարող են դիմել։ Ամբողջ հոգով Հիսուսին հավատացողներ, ամենօր աղոթողներ եւ այլն։ Փաշինյանն ու թիմակիցները վստահ են հոգեվորականներից շատերն են սատարում այս գործընթացին, հատկապես ամուսնացյալ քահանաները։ Ամուսնացյալ նորմալ կարգով ամուսնացյալ ազնիվ մարդը ուղղակի չի խաբել, կեղծ երթում չի կերել, նա չի կարող այդ աստիճանակարգային բարելավում ունենա։ Մինչև այժմ Մայրաթորի հոգևորականներից որևէ մեկը վարչապետին աջակցող ու կաթողիկոսի դեմ հրապարակային հայտարարություն չի արել։ Վահագն Ալեքսանյանի պնդմամբ ամուսնացյալ քահանաների շրջանում կա աջակցություն։ Սատարումը պիտի տեսնեք նաև նրանց լռության մեջ։ Չեն լռում եւ շատ ակտիվ գործունեություն են սկսել կաթողիկոսի որոշմամբ նախկինում կարգալույց եղած հոգևորականները։ Շատ մոտ ժամանակներում դուք ինքներդ կտեսնաք, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ներսի հոգևոր դասի ներկայացուցիչները, ովքեր որ անմիջապես Հայաստանում ծառայության մեջ են այսօր։ Տեր Սահակ քահանա Գալստյան ներկայացող այս քաղաքացին, որ ըստ Մայրաթորի զրկված է հոգևորական կարգից, վստահ է քահանաների 90%-ը ոտքի է կանգնելու, իսկ այն կարգալույց եղած հոգևորականները, որ կուսակրոնության ուխտը պահել են կարգից զրկվելուց հետո անգամ, թող անպայման դիմեն վարչապետին որպես կաթողիկոսի թեկնածու։ Ովքեր որ ցանկություն ունեն ողջ են եւ ցանկություն ունեն ետ վերադառնալ, ես կխնդրեմ անպայման նրանք կապվեն Նիկոլ Փաշինյանին գրելով իր էլեկտրոնային հասցեին։ Կտրիչ Ներսիսյանը լրիվ մերկ է, չբլախ է նա, որովհետեւ խեղճ ու կրակ ողորմելի թշվառականի պես կանգնել էր այնտեղ։ Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է։ Կիրակի հայ առաքելական եկեղեցին Սուրբ Էջմիածնի տոններ նշում, Մայր տաճարում ամենայն հայոց կաթողիկոսը պատարակ մատուցեց, ինչ կասի հետո Կարեգին II-ն իր պատգամում շատերն էին սպասում, Նիկոլ Փաշինյանը նորից հարցեր ուներ, ոչ տոնական։ Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիչ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին։ Պարզաբանի, թե իրեն հայտնի փորնկացումներից հետո ինչու է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։ Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպես է բաշխվում Կարոյի եւ Եզրասի միջև։ 50-50 թե այլ տրամաբանությամբ։ Բարձրաձայնի որքան է կազմել այդ շահույթը 2024 թվականին։ Վարչապետի ոչ մի ակնկալիք չարդարացավ, վեհափառը տեղի ունեցողը հասարակությունը պառակտելու ցավալի գործողություններ որակեց։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը եւ ուղիղ հարված հայոց պետականությանը։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի։ Ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Ատելությամբ ու թշնամանքով, բռնաճնշումներով երկիր չի կառուցվի, ընդգծեց կաթողիկոսը։ Սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Ես կարծում եմ ինքը արդարության ու արդարադատության մասին խոսելու իր ոսկե ժամերը, որ ուներ օրինակ, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բաց է թողել։ Այդ իր պատկերացրած արդարադատությունը երևի իր ամենասիրելի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից զուգարաններում մարդասպանության տեսքով բանն է, այդ արդարադատությունն է Քոչարյանի թիկնապահների կողմից։ Իշխող թիմի ներկայացուցիչը վստահ է, իրենց հաջողվելու է մեջբերում մաքրել եկեղեցին։ Էջմիածինը միանշանակ շարունակելու է պաշտպանել ազգային շահերը, բայց իր գնալուց հետո արդեն հայ ազգային շահերը, Հայաստանի պետական շահերը նույնպես։
Կարեգին երկրորդ կաթողիկոսը Կիրակնորյա միասնական աղոթքում հիշեց տեղահանված արցախցիներին Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին, փորձությունների մեջ մխիթարություն գտնելու զորություն մաղթեց, իսկ հավաքվածներին առաքյալի խոսքով դիմեց. Հաստատուն մնացեք հավատքի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Էջմիածնի տոնին նախորդել է միաբանական համագումար, որ տևել է 5 օր։ Այդ մասին Մայրաթորը միայն այսօր է հաղորդագրություն տարածել։ Այդ համագումարին մասնակցել են միաբաններ նաև Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Ըստ Էջմիածնի հայտարարության վեհափառը մտահոգությամբ է նշել, որ վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու եկեղեցուն, լրացնել եկեղեցու ձայնն ու նվազեցնել նրա բարձր հեղինակությունը։ Միաբաններին հորդորել է միասնական լինել նոր փորձություններին հանդիման։